քննարկում էր Հրայր Սարգսակ Հակոբյանի կապամամիջոց կալանքի հարցը։ Այս նյութերի ներկայացվել էր քրեադատավարական բոլոր հիմքերը։ Իմ խորին համոզմամբ հիմնավոր կասկածը բացակայում էր։ Ոչ միայն հիմնավոր կասկածը, հիմքերը նաև բացակայում էին։ Ընդհանրապես որևէ դերակատարում չկար այս վարույթն իրականացնող մարմնի ուրեմն դիրքորոշման, իբրև թե որոշակի խոսակցություններ, որին մասնակից է եղել ինքը եւ դրսևորել անկործություն որևէ կերպ չի խափանվել։ Այսինքն կալանավորեցին։ Չէ, վաղը նոր գրապարակվի ժամը 11-ին։ Այսինքն ինչ պետք է անել Սարգսակը։ Ես նախաքննական գաղտնիք է, եկեք չհրապարակե, որտեղ դրա համար ստորագրություն եմ տվել։ Արագ այդ փաստաթղթերը նայեցին, ամբողջ գործի ծանոթ։ Հա, գործի նյութերը ծանոթ էր դատարանն էլ, դե բնականաբար ինձ էլ էին տրամադրել, ես էլ եմ ծանոթացել եւ գտնում եմ, որ հիմնավոր կասկածը ընդհանրապես բացակայում է այդ նյութերում, ոչ միայն Հրայր Սարգսակ Հակոբյանի մեղսագրվող արարքում, այլև ընդհանրապես այդպիսի դեպքը բացակայում է։ Որոշումը երբ է հրապարակվել։ Վաղը ժամը 11-ին։ Նույն մեղադրանքն է։ Ինչ Այո, աբեկչության եւ իշխանության յուրացման նախապարարություն։ Դատավորի անաչառության հետ կապված ինչ կարող է։ Ես բացառ չեմ հայտնել դատավորին։ Բացառ չեմ հայտնել, որտեղ վստահ եմ, նույն դատավորն է, չէ՞։ Չէ։ Որ դատավորն է։ Աբելյան։ Աբելյան, հա, ես վստահ եմ, որ դատավորը գլասի իմ առարկությունները եւ այն հիմնավորումները, որոնք ես բերել եմ ոչ միայն օրենսդրական, սահմանադրաիրավական, այլ նաեւ եվրոպական դատարանի եւ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո կմերժի այդ միջնորդությունը վարույթն իրականացնող մարմնի, որտեղ ակնհայտորեն բացակայում է հիմնավոր կասկածը, նույնիսկ հիմնավոր կասկածի ներքին շեմը չի ապահովում այդ ներկայացված փաստական տվյալները։ Եղավ, շնորհակալ եմ, խորհրդակցություն։